Սիրելի հետևորդներ ջան, մեր գյուղում տրամադրությունը տոնական է և մեր գյուղի կենտրոնի եղևնին արդեն զարդարանքների աշխատանքները սկսել են։ Ահա տեսեք ինչքան բարձր ու մեծ է մեր տնական եղևնին։ Այո, հրաշալի։ Հիմա քանի որ աշխատանքի եմ շտապում, իմ Թումո կենտրոնն եմ գնում, սիրելի հետևորդներ ջան, որը նույնպես գտնվում է գյուղի կենտրոնում։ Շտապեմ իմ աշխատանքին և մի օր գիշերով դուրս կգամ, ու քանի որ այլ լույսեր նույնպես տեղադրել են, մի հատ մեր գյուղի կենտրոնը գիշերով ցույց կտամ տնական տրամադրությունները։ Դե գիտեք, որ եղևնու լույսերը հատուկ օր կա միացնելու և այդ օրն էլ կգա, կմիանամ այդպես, սիրելիներս և արդեն շտապեմ իմ գործին, այո։ Վալորիս գալիք նոր տարին շնորհավոր լինի, այստեղ նույնպես ծառերը զարդարել են, լույսերով, շատ գեղեցիկ է լինում։ Այդպես։ Իմ շատ սիրելի հետևորդներ ջան, տնական տրամադրությունով եկել էի տուն, անցել իմ տնտեսության գործերին, որից հետո ուզեցի գալու մի փոքր հանգստանալ։ Քիչ էր մնում քնեի, բայց այդ պահերին, որ արդեն շատ հոգնած ենք լինում, հետո նստում ենք, որ մի քիչ հանգստանանք, դե էդ էլ ա պետք։ Անգամ եթե մի րոպե մեր աչքը կպչում ա, այդ մի րոպեում մեր քունը առնում ենք, սիրելի հետևորդներ ջան, գիտեք, որ գործերով շատ եմ ծանրաբեռնված ու երբեմն ուժերը չի բավականացնում։ Երբեք չեմ սիրում, որ պարծենամ, ասեմ, ես եմ որ կամ ու այդքան գործը անում եմ, առանց ուժասպառ լինելու։ Իհարկե, ես էլ եմ ուժասպառ լինում, սիրելի հետևորդներ ջան, բարկացեի, նոր վեր կացա, ասեցի մի հատ կոֆե դնեմ, թարմանամ, եթե հանկարծ դուք եք իմ վիճակում հայտնված այս պահին, վեր կացեք, կոֆե եփեք, թարմացեք, քանի որ այսօր, այս պահին, որ արդեն լավ գիշեր ա, շուտով ժամը 10 կլինի, երեկոյան 22:00 մոտենում է այդ ժամը, մեկ էլ հանկարծ որոշեցի, որ վեր կենամ ու տորտ թխեմ, բայց միայն ու միայն կոֆե խմելուց հետո։ Կոֆեն ձեր հետ չեմ վայելի, սիրելի հետևորդներ ջան, քանի որ գիտեք, որ երբեմն սիրում եմ իմ կոֆեն լռության մեջ վայելել։ Բաժակը ստանում եմ այնտեղ ավելի տաք է, իմ խոհանոցի դուռը փակ եմ պահում, որ ջերմությունը հատկապես գիշերվա ժամերին մնա մյուս սենյակների համար։ Այդպես։ Այնպես չի, որ կոֆես թողել եմ, բաժակը ստարա, հիմա եկել եմ կոֆեն տանեմ։ Ու երբվեց։ Կոֆեն խմեմ ու գամ սկսեմ տորտ թխել։ Սիրելի հետևորդներ ջան, ես իմ կոֆեն վայելել եմ լռության մեջ, ուժերս լավ վերականգնվել է ու բարձր տրամադրությունով եկել եմ տորտը թխելու ձեր հետ միասին, որը վաղուց էի խոստացել ու մնալով մնում էր։ Այնպես չի, որ մոռանում եմ այն ամեն ինչը, ինչ որ խոսք եմ տալի ձեզ, ձեր հետ զրուցում եմ, ոչինչ չեմ մոռանում, սիրելի հետևորդներ ջան, գիտեք, որ շատ եմ ծանրաբեռնված իմ մեծ տնտեսության գործերով ու երբեմն որոշ բաներ հետ ա ընկնում, բայց չի մոռացվում, այստեղ արդեն
պատրաստությունները տեսել եմ, ինձ օգնության է հասնում իմ գազօջախի ապակին, թեքել եմ և ինձ համար հարմարավետություն ստեղծել։ Այստեղ ալյուրն է, որն արդեն մաղել եմ, առանց չափելու մաղել եմ, 1 բաժակ շաքարավազ, 200 գրամ բաժակն է, 10 ձու, սիրելի հետևորդներ ջան, իմ մերած մածունը, ընտիրմերվել է, և այստեղ գդալ, փոքր գդալ, մեծ գդալ, է գալու, այստեղ բուսայունն է, սոդան է, անձեռոցիկն է, մի խոսքով վանիլինը, կակաոն, որը մեզ պետք է գալու սրբատորթի համար։ Հիմա, սիրելի հետևորդներ ջան, 10 ձու, հիմա որ տանը մի հատ մեծ լիներ կասեր, էդ ինչ խավարա, բագնիկը 10 ձու մի հետուց կկոտրի թե վատորթ եմ տխում, դե էդ առաջվա մեր մեծերը, որ միշտ ամեն ինչին ոչ թե խնայում էին, այլ զգուշանում էին, սիրելի հետևորդներ ջան, քանի որ այդ տարիներին մեր մեծերը սովի տարիների միջով են անցել, դժվարությունների միջով են անցել և դրա համար այդպիսի բնավորություն էին ձեռք բերել։ Մենք էլ մեծանում ենք, հետո արդեն սկսում ենք ավելի լավ հասկանալ մեր մեծերին։ Հիմա 5 ձուն առանձին եմ կոտրելու, սիրելի հետևորդներ ջան, 5 առանձին, որպեսզի ստանամ 2 գույն, բաց և մուգ, կակայո և ոչ կակայո։ Այսպես, շըրկ, թըրկ։ Երբ որ վլոգներս նոր էի սկսում, շատ էի սիրում երաժշտություն միացնել, որ շխթխկոցներ չկա, կողմնակի ձայներ չկա, բայց հիմա շատ ազատ շխթխկացնում եմ, քանի որ իմաստը հենց դրա մեջ է։ 2 3 Իդեպ ասեմ այս ձուն, այն ձունը, որ ձեր հետ միասին պատահաբար գտա իմ գոմի ուրիշիցը։ Այս կողմի դրվածը 4-ն էլ ավելացրել եմ այս օրերին, որ ածել էին։ Բոլորը լավն է, սիրելի հետևորդներ ջան, դեռևս կեղևից ճանաչելի, հասկանում եք, որ տվյալ ձուն թարմ է։ Այսպես։ Եվ այստեղ ունեցանք 5 ձուն։ Ձուն կոտրելուց իհարկե մեր մատերը ձվոտ է լինում։ Ես էլ կտրեկ պատրաստել եմ այդ անձեռոցիկները, իսկ հիմա 1 բաժակ շաքարավազ, որը պարունակում է 200 գրամ։ Սա պիտի այստեղ լավ հարեմ, որ փրփրի։ Սի մեջ կան, ուզում ես գնաց։ Այս անուշոտել ընկնի կգա։ Հետո արդեն էքսերով հարում եմ։ Այսպես։ Իս թվում է այսպես հարմար կլինի, բերեմ այս կողմ, այս անկյունը, այս անկյունը, և ամեն բան ինձ ենթարկեմ։ Ստուգեմ տեսնեմ լավ է միացած, այսպես, այսպես։ Քանի որ իմ տարան այդքան էլ խորը չէ, սիրելի հետևորդներ ջան, ու միքսարելու ժամանակ գիտեք, որ թրջում է այս անկում, հատկապես երբ որ շատ ջրիկ է լինում։ Դրա համար միքսերը պահելու ձև կա։ Հիշում եք, որ պատրաստում էի չուչխերի համար այդ շփոթը և այդ ժամանակ էլ ասեցի, որ եթե թեք ենք պահում, դուրս է թրջում, եթե այսպես ուղիղ ենք պահում, ապա շատ լավ է մնում։ Հիմա այստեղ ալյուրը բերեմ մի պահ այս կողմ, ես էլ թեքվեմ այս կողմ և սկսեմ։ Հիանալի։ Սկզբի պահին, երբ որ սկսեցի, մի քանի հատիկ շաքարավազ դուրս ցատկեցին, բայց դա չի խանգարում ինձ շարունակելու։ Սիրելիներս, գիտեք, որ շաքարավազը և ձուն պետք է այնքան հարել, որ փրփրի։
կարելի ասել գրեթե մի քիչ դեպի սպիտակին խփի եւ ես սկսեմ հարել։ Արդեն լավ է, սիրելի հետևորդներ ջան, լավ հարվել է։ Հիմա սամիկոն, որ կարողանամ այստեղ մաքուր աշխատել, հա։ Եվ մածունն եմ լցնում։ Այստեղ եմ հարելու սոդայի հետ, սիրելի հետևորդներ ջան, մեկ բաժակ մածուն, ուրեմն ամեն մի մասը, մեկ բաժակ շաքարավազ, մեկ բաժակ մածուն, ինձ մածուն եմ ներել, այո, սերով, սերը երեսին, և սոդայով պետք է հարեմ, չափը վերցնեմ, քանի որ սոդայով այստեղ չի կարող հարվել, լցնում եմ այս սերտիկով ամենի մեջ, ահա, այնուհետև սոդան, այսպես, քո ձեռներ գտանք, ահա, փոքր գդալ եմ վերցնում, սոդա լցնելու համար, այստեղ բանկայի մեջ է, թեյի գդալով ոչ շատ լիքը, ահա, և արագ հարում եմ, անմիջապես ռեակցիայի մեջ եմ մտնում, դե գիտեք, խշխշում է, այո, հավեսին բերեմ մոտեցնելով, և հենց այսպես, քանի դեռ ինքը ռեակցիայի մեջ է, ավելացնում ենք ձվի և շաքարավազի վրա։ Լավ, մաքրում ենք, չնայած որ այս ամանը մեզ էլի մածունի համար պետք է գալու, բայց իր չափաբաժինը թող գա։ Եվ անմիջապես մեկ ճաշի գդալ խնձորի քացախ։ Այս տորտը այդքան կամակոր չէ, սիրելի հետևորդներ ջան։ Եվ արդեն գդալով, տեսեք ինչ հրաշալի է, մոտեցնեմ, շատ լավ է ստացվում, և այնքան ալյուր, որ լինի թույլ խմոր։ Ալյուրի համար հարկ կլինի գդալով լցնել, վերանը փակում ենք խնձորի քացախի, որ ինքը իր բույրերը, իր ուժը չկորցնի, ամուր ենք փակում շատ, մեր շուրջը հավաքած ենք պահում, այսպես, և անցնում ենք ալյուրին։ Քանի որ ալյուրը այս կողմ եմ վերել, հիմա կմոտեցնեմ։ Սկզբի համար մի քանի գդալ, հենց այսպես լցնում եմ միանգամից, սա այն տորթի նման չէ, ձվանոց, որ ալյուրը միանգամից լցնելուց ինքը նստի կամ էլ վնասվի ինչ-որ, մոտավորապես սկզբից մեկ բաժակ այդ չափով միանգամից լցնում եմ և պատրաստվում միքսերով հարելու։ Մի հատ տարածում եմ, որ ալյուրը թեթև լինելով միանգամից չթռնի դուրս, ահա այսպես, առանց միացնելու մի հատ տարածում եմ,
ինքը դառնա խմորանման զանգված, հետո նոր միքսերը կմիացնեմ։ Որոշ նրբություններ կա, սիրելի հետևորդներ ջան, որ եթե այդ ամենը մենք անում ենք, հեշտ ենք լինում, նաև մեր շուրջը մաքուր է մնում, ահա, հնարավորինս թեքեմ, դուք էլ մեծացրեք ձեր էկրանը և տեսեք, որ ալյուրը ամբողջովին այսպես խառնեցի, որպեսզի փոշի լինելով ինքը դուրս չթռչի։ Ու հիմա արդեն հանգիստ միացնում եմ միքսերը։ Շատ արագ հարվեց և նորից եմ ալյուր լցնում։ Մոտավոր 2 բաժակ, սիրելի հետևորդներ ջան, հետո եթե ձեզ դուր կգա, կուզեք թխել, արդեն դուք ձեր ձեռքի տակ կզգաք այդ չափը, այնքան որ լինի ծորում խմոր, ոչ շատ ջրալի, ոչ էլ պինդ, որ հեշտությամբ թխվի։ Նորից եմ խառնում, այսպես, ահա, տեսեք, որպեսզի ալյուրը դուրս չգա այստեղից։ Զգուշ եմ լինում, միամիտ չսեղմեմ, մի քիչ ներքևից եմ պահում, այսպես, արդեն ծանրանում է։ Այսպես, օգնում եմ հարվելու և արդեն հրաշալի գույնով խմոր ունեմ, քանի որ ձուն տնական ձու է և ձվի դեղնուցի գույնը հենց դրանով է պայմանավորված, որ մուգ դեղին է, որը փոխանցվել է հիմա իմ տորթի խմորին, արդեն միացնեմ։ Մի պահ ընդհատում եմ, քանի որ ասելիք ունեմ, այնքան ենք հարում, որ այս խմորը նույնպես դառնա փրփրուն, և այնքան եմ հարում, որ ստանամ իմ այդ արդյունքը։ Քանի որ պետք է մի բաժակ սառը կաթ ավելացնել, այո, սառը, չի խանգարում։ Կաթն էլ բերեցի, նաև պիտի ավելացնենք բուսայուղ։ Չնայած համմածունն է յուղով, համել կաթը, բայց չի խանգարի, որ մի փոքր էլ բուսայուղ ավելացնենք։ Ահա, 1 սուրճի բաժակ կաթ, այստեղ, 1 բաժակ էլ բուսայուղ, նույն բաժակով, շատ թեթև է լինում։ Կարող եք նույնը փորձել կարակով, մարգարինով, բայց ես բուսայուղով եմ անում, քանի որ ավելի թեթև է լինում։ Եվ նորից եմ հարում։ Սկզբի համար էլի այսպես տարածում եմ առանց միացնելու, որպեսզի մի թեթև միախառնվի։ Այո։ Եվ սկսում։ Սիրելի հետևորդներ ջան, կաթը վերջի հարելու պահին ենք լցնում, որպեսզի մածունի սոդայի հետ ինքը չշաղվի։ Իմաստը դա է։ Այսպես, ահա, այսպիսի ծորում խմոր ենք ստանում, սիրելի հետևորդներ ջան։ Եվ պատրաստ է այս մի չափաբաժինը, այսպես։ Սիրելի հետևորդներ ջան, ասեմ, որ այս ընթացքում դուրս եմ եկել կադրից և նաև չեմ մոռացել վանիլին ավելացնել ու հիմա լցնում եմ այս տոպրակի մեջ, մի անգամյա օգտագործման տոպրակի։ Ահա, մի քիչ զգուշ ենք վարվում, ամեն դեպքում, այսպես, դարձնելով մեր համար սպրիչ։ Քանի որ տորտ զեբրա ենք թխում և մեզ պետք է գալու, որ գույները գծերով ստանանք։
Հիմա ես հանդատակ եմ և նորից միանամ ձեզ։ Այսպես, տոպրակի բերանը ամուր կապում եմ և զգուշորեն տեղափոխում նախորոք ինձ մոտեցրած այս ամանի մեջ։ Այստեղ կմնա այնքան, մինչև որ նույն գործողությունը կատարեմ, ի տարբերություն, որ պետք է ավելացնեմ անուշ ֆիրմայի կակաոն։ Եթե սիրում եք մուկ, կարող եք մի քիչ ավել լցնել, եթե թույլ մուկ եք սիրում, ըստ ձեր ճաշակի, սիրելի հետևորդներ ջան, ահա, այստեղ է իմ հինգ ձուն, մածունը, ալյուրը և ամեն ինչը։ Այս բոլոր գործողությունները, որ ձեր հետ կատարեցի, հիմա նույնը կատարեմ առանց ձեզ, հենց որ պատրաստ կլինի, արդեն էլի, որ պիտի լցնեմ տոպրակի մեջ, արդեն կացան, որ պատրաստել եմ, ահա այս մեծ կացայի մեջ եմ թխելու և գազօջախի վրա մրման կերակում, սիրելի հետևորդներ ջան, և այդ գործերով նորից կմիանամ ձեզ։ Իսկ ինչ վերաբերվում է չափաբաժնին, սիրելի հետևորդներ ջան, որ գրեթե կարելի ասել, մի մաս աչքաչափով կատարեցի, ի տարբերություն մածունը և շաքարավազը և ձուն արդեն չափերը պարզ է, բայց ալյուրը, որ գդալ ավելացրի, կարող եք գդալները հաշվել և հենց ստանալ իմ չափաբաժինը, սիրելի հետևորդներ ջան։ Ամեն դեպքում մոտեցրի և խմորի տեսքը ցույց տվեցի և կարծում եմ հասկանալի կլինի։ Հարցերի դեպքում իհարկե կարող եք գրել։ Նաև ուզում եմ ավելացնել, նախքան գործը սկսելը, հենց մեկ չափաբաժնով նույնպես լինում է, օրինակ 5 ձվով կարող եք 5-ի փոխարեն 6 ձու ավելացնել և այստեղ արդեն կիսել, աչքաչափով կիսել, մի մասին կակao ավելացնել և նույն ձևով թխել, բայց արդեն փոքր կաթսայի մեջ։ Դե արդեն ասեցի, որ իմ կաթսան մեծ է և այդ պատճառով որոշեցի ես 10 ձվով պատրաստել։ Քանի որ արդեն բավականին ուշ է, ես սկսեմ իմ գործը։ Սիրելի հետևորդներ ջան, սայբրատորթի երկրորդ խմորներ եմ ստացել, խառնելով կակաոն, նաև վանիլին, ամեն մի չափաբաժինը իր չափով, շուրջս հավաքել եմ, կարևոր բաներն արել եմ, մաքրությունները և հիմա արդեն ժամանակն է թխելու, ահա, այս մեկը կակաոյով, զգուշ եմ վարվում, ամեն դեպքում, և այս մեկը, արդեն դեղին խմորով, ահա, հրաշալի գույներ ունեցանք, հենց այսպես, և քանի որ արդեն կաթսայի մեջ լցնելու ժամանակն է, կաթսան եմ մոտեցնում, ուզում եմ 2 տակ անել յուղաթուղթը, նախապես կտրել եմ նույնպես, գործս արագացնելու համար, մի հատ փորձարկեմ, այստեղ չի կտրվել, մի հատ այս կողմից, Սիմեջկան ինձ հետ էր այս ընթացքում, այսպես, հիմա լրիվ բաց է, 2 տակ, քանի որ այս կաթսան կլոր չէ, այլ քառակուսի է, հրաշալի, 2 տակ է սիրելի հետևորդներ ջան, ահա, այսպես քունի և 2 հատ։ Նախապես պետք է մի քիչ բուսայուղ կաթեցնեմ, որ արդեն թղթերը կպչեն և այդպես չոլորվեն։ Կաթսա նախապես չեմ տաքացրել, դրա կարիք չկա։ Այսպես։ Շատ վաղուց էր ինչ չէի պատրաստել տորթեր և հիմա շատ մեծ սիրով պատրաստեցի ձեր հետ միասին։ Շատ բարի։ Յուղաթուղթը նույնպես պատրաստ է, 2 տակով, ահա։
նաև հնարավորինս կաթսայի այս պատերն եմ եղողել ու հիմա ամենակրիտիկական պահն է եկել, սիրելի հետևորդներ ջան, այս կողմ եմ բերում երկու գույնի խմորները, որ ստանամ զեբրային աշխերը, հիմա որտեղից ենք սկսում, առաջ կակայով, թե դեղինով, տարբերություն չկա, բայց իսկ գերադասում եմ դեղինը և այստեղ գրատը ուղացում եմ սկսում է ձորը այսպես սեղմում եմ Ցույց եմ տալիս, թե ինչ տեսք ունի կաթսայի մեջ, սիրելի հետևորդներ ջան, և արդեն գազաճախը միացնելու ժամանակն է։ Իսկ հիմա անչափ զգուշորեն, որպեսզի չթեքվի ոչ մի կողմի վրա, այս կողմ եմ բերում, որպեսզի միացնեմ գազաճախը։ Այսպես։ Հրաշալի։ Նախապես պատրաստում եմ կրակը և թուլացնում եմ կրակը ամենաթույլի վրա, որ գրեթե համարյա թե չի երևում։ Շատ լավ։ Մենք երբ զգուշորեն արդեն, քանի որ այս կողմը տարածքը լայն է, այստեղ մի փոքր տարածքը նեղ է։ Մանոցային փափուկ սրբիչով ծածկում եմ կափարիչի վրա, ոչ թե ներքևում, այլ վերևում, քանի որ ինքը լավ է փակվում, այստեղ անցք ունի գոլորշին դուրս գալու համար և հատկապես այդ մասում փակում եմ։ Շատ հարմար է լինում, կարող ենք թափանցիկ կափարիչից տեսնել թխվել է թե ոչ և մեզ շատ հեշտ է լինում ի տարբերություն մյուս փակ կափարիչներով կաթսաների։ Սպասում ենք համբերատար, մինչև լրանա 40-ից 45 րոպե։ Սիրելի հետևորդներ ջան, անցել է 20 րոպե և տեսնենք ինչ է կատարվում այստեղ։ Այո, բարձրանում է։ Հրաշալի։ Սիրելիներս ևս րոպեներ են անցել և էլի բաց ենք տեսնենք։ Այո, հրաշալի ձևով բարձրանում է և ինչքան որ խմոր լցրել էի, կարելի ասել դրա չափից ավել բարձրացել է։ Հիշեցնեմ, որ իմ այս կաթսան թուջե կաթսա է և ներկված է այս սիրուն գույնով։ Անջատում եմ գազաճախը, քանի որ նաև սեպրատորթի համաբույրն է տարածվել։ Այսպես։ Հրաշալի բուրմունք։ Հիմա փայտիկով ստուգում ենք։ Այո, մի քանի տեղից։
հրաշալի թխվել է։ Հիմա դանակն եմ վերցնում, ես վերայսպես առանձնացնեմ, տեսնեմ հո չի կպել, ու չի կպել, շատ լավ եմ։ Հիմա մի փոքր կմնա այսպես, կաթսայի մեջ, այնուհետև կշրջեմ։ Պատրաստում եմ տորտը շրջել և հանել կաթսայից։ Այո։ Այս տեսակ հրաշալի անջատվեց։ Հիմա յոթողնենք ողունը, շատ բարի, ապա այս մեկը շատ հրաշալի թխվել է և ընդհանուր տեսքը։ Քանի որ տաք չեմ կտրում, սիրելի հետևորդներ ջան, այսպես կթողնեմ և առավոտյան կկտրեմ սրճելու ժամին, իհարկե ձեր հետ միասին։ Առայժմ բարի գիշեր բոլորիդ, կմիանամ վաղն առավոտյան սուրճի ժամին։